Բարի երեկո, առաջին ալիքի եթերում այլ ոճով հաղորդումն է։ Ուսուցչի սիրելի աշխատանքը նա փոխարինել է մայրության կարևոր առաքելությամբ։ Վերջին տարիներին առողջական խնդիրների հաղթահարումը նրա կյանքի բեկումնային փուլերից մեկն է։ Այժմ Մարոն ուզում է փոխվել անճանաչելիորեն եւ ներկայանալ այլ ոճով։ Ողջույն Մարո, ինչպե՞ս եք։ Բարև լավ, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, հիանալի։ Մարո, ուզում եմ մի փոքր պատմեք ձեր մասին։ Ես Մարոն եմ, մասնագիտությամբ ուսուցչուհի, աշխատել եմ մի քանի տարի, շատ սիրել եմ իմ մասնագիտությունը եւ աշխատանքը։ Մի քանի տարի ամուսնանալուց հետո անցել եմ մի քանի փորձությունների միջով, բայց հիմա երկու երեխաների մայր եմ։ Հաղթահարելով բոլոր փորձությունները, զգացել եք մայրության բերկրանքը։ Փառք Աստծո, այո։ Երկու երեխաներ այսօր։ Այո, ունեմ երկու երեխա, աղջիկ եւ տղա։ Եվ ամբողջությամբ զբաղվում եք նրանց խնամքով։ Դեռ այո։ Մարո, կյանքի ինչ փուլում եք այժմ գտնվում եւ ինչու որոշեցիք հենց այս պահին դիմել կերպարանափոխությանը։ Մի քանի տարի ունեցել եմ առողջական խնդիրներ, հաղթահարելով կյանքի թե ֆիզիկական եւ թե հոգեպես դժվար փուլը, եկել եմ այն փուլին եմ հասել, որ արդեն պատրաստ եմ փոփոխություններին ու պատրաստ եմ ներթողնել իմ կյանք գույներ։ Սա ամենակարևոր պահն է երևի թե Մարո։ Այո։ Մարո, իրականում պետք է ասեմ, որ եւ շատ ուրախ եմ եւ հպարտանում եմ միայն այն մտքից, որ դժվար փուլը հաղթահարելուց հետո որոշել եք դիմել կերպարանափոխությանը։ Ինչպես եկավ այդ միտքը ձեզ մոտ։ Միտքը մոտ 1 տարի արդեն կար, ուղղակի հարմար տարբերակ էի փնտրում ու ոնց որ այդ հայտը եղավ այդ հարմար տարբերակը։ Լրացրեցի ու կանչեցի։ Հրաշալի է։ Դժվար փուլը հաղթահարելուց հետո էր միայն այդ միտքը, թե մինչև դա էլ կար։ Մինչ դա միշտ փնտրել եմ իմ ոճը, բայց ոնց որ դժվար փուլից հետո ավելի շատ էր այդ միտքը գալիս։ Ուզում եք նոր գույներով լցնել թե զգեստապահարանը եւ թե կյանքը, կարծում եմ։ Այո։ Զգեստապահարան նոր են գույները եկել, իրականում մոտ 1 տարի, իսկ կյանքում փառք Աստծո գույները չեն պակասում։ Սա ամենակարևոր պահն է երևի թե։ Մարա, ուզում եմ մի քիչ պատմեք, թե ինչպիսի ոճ եք ունեցել մինչ այդ եւ ինչպես է այդ ոճը ձևավորվել ձեզ մոտ։ Ուսանողական տարիներին միշտ փնտրել եմ ոճս, տարբեր ոճեր փորձել եմ, սակայն կարծես մասնագիտությունս ինքնին թելադրեց ոճը, մի քիչ զուսպ եւ մի քիչ խիստ։ Եվ քանի որ առօրյան անցնում է երեխաների հետ, կարծում եմ զգեստապահարանում ավելի շատ հագուստը հարմարավետ է եւ կոշիկներն սպորտային։ Այդպես է։ Հիմնականում այո։ Մարո, հիմա ուզում եք փոխվել անճանաչելիորեն նոր ոճով ներկայանալ, բայց նաև պետք է հասկանալ, թե որն է այդ ոճը, որ դուք ինքներդ պատկերացնում եք ձեզ համար, համոզված եմ, որ ինչ-որ բան գծել եք, չէ՞։ Այո, մտքում գծել եմ, հիմնականում նախընտրում եմ ներդաշնակ արտաքինիս հետ, ոճը լինի, կոնկրետ ոչ չեմ ընտրել, բայց ցանկալի է ներդաշնակ լինի հենց արտաքինիս հետ։ Խոսում եք արտաքինի հետ ներդաշնակության մասին, բայց նաև ներքինի հետ պետք է լինի այդ բալանսը։ Վերջին տարիներին փոխվել է քո զգացողությունը, թե ինչպես ես դուք ես զգում տարիներ առաջ եւ հիմա։ Այո, իհարկե փոխվել է երեխաների ծնվելուց հետո բավականին եւ իմ ներքինը եւ արտաքինը փոխվել է։ Վառ գույները հիմա ավելի շատ են ձեզ ձգում, կարծում եմ։ Այո, ու կարծում եմ դա նաև կապված է իմ ներքինի հետ, քանի որ ներքինս էլ ձգտում է գույների արդեն։ Ժպիտը դրա մասին է խոսում, կարող եմ ասել ձեր։ Լավ, իսկ որ փուլին եք ամենից շատը սպասում, որովհետև ես տեսնում եմ, որ վարսերի գույնը կարմիր է ընտրված, երանգը։ Այս փոփոխությունը մոտ 1 ամիս առաջ է արվել Մոսկվայում, երբ հայտնվեցի, հասկացա, որ ժամանակն է ու արվեց։ Այդպես։ Իսկ հիմա պատրաստ եք ուրիշ փոփոխությունների։ Անկասկած պատրաստ եմ ու ամենից շատ սպասում հենց վարսերի փոփոխությանը։ Ինչ հետաքրքիր է, ճիշտն ասած, առաջին անգամ հենց ձեզ տեսա, ես էլ միանգամից պատկերացրեցի, որ վարսերի փոփոխությունը պետք է լինի ամենակարևոր մեր ընտրությունը, այսպես ասեմ, կերպարի հետ կապված։ Այնպես որ դեռ շատ աշխատանք ունենք տանելու մասնագետների հետ եւ շատ հետաքրքիր ճանապարհ ունենք անցնելու միասին, Մարո։
Շատ լավ, ես բաց եմ փոփոխությունների համար։ Որքան էլ որ բաց լինեք յուրաքանչյուր փոփոխությունների եւ իսկապես սպասումով լի թե վերջում ինչ կերպար ենք ստանալու, այնուամենայնիվ համոզված եմ, որ կան մտավախություններ։ Այ որ փուլի հետ կապված կան այդ մտավախությունները։ Մտավախությունները հիմնականում հագուստի հետ կապված են, քանի որ չեմ պատկերացնում ինչ է ընտրվելու, բայց մյուս ոլորտների առումով նորմալ է, չկան մտավախություններ, պատրաստ եմ։ Վերջին հարցս, Մարո, այս կերպարանափոխությունը արվում է զուտ ձեզ համար, թե ինչ-որ մեկի։ Առաջինը ինձ համար, երկրորդը ամուսնուս իհարկե։ Առաջինը ձեզ համար։ Իհարկե։ Ես կարծում եմ, որ մենք լիովին պատրաստ ենք հաջորդ փուլին անցնելու։ Անկասկած պատրաստ ենք։ Ես Մարոյի կնքամայրն եմ, մենք արդեն իրար ճանաչում ենք գրեթե 5 տարի կլինի, եւ այս տարիների ընթացքում հասցրել ենք շփվել տարատեսակ առիթների ընթացքում եւ Մարոյին ես մշտապես տեսել եմ էլեգանտ հարմարավետ ոճում եւ եթե բնութագրելու լինեմ նրա ոճը, ապա կարող եմ ասել մի գեղեցիկ բառակապակցությամբ փափուկ էլեգանտություն, այսպես կարող եմ բնութագրել նրա ոճը։ Ես նրան մշտապես տեսել եմ հարմարավետ, կոկիկ, պարզ գույների մեջ, թերևս սա կապված է նաև մայրանալու հետ, որովհետև ունենալով փոքրիկ բալիկներ, նա մշտապես ձգտում է հագնվել հնարավորինս հարմարավետ, սակայն կարծում եմ, որ նրան ավելի վառ, լուսավոր, պայծառ գույներ կարող ենք ավելացնել իր ոճի մեջ, որովհետև երբ նայում ես Մարոյին, առաջին հայացքից այնտեղ կարող ես տեսնել համեստ, գուցե ոչ այնքան համարձակ ինչ-որ կերպար, բայց եթե խորանում ես աչքերի հայացքի մեջ եւ ժպիտի մեջ, հասկանում ես, որ խորքում թաքնված է նաեւ համարձակ աղջիկ, հետեւաբար կարծում եմ այս հաղորդման շրջանակներում կկարողանանք բացահայտել Մարոյի համարձակ կողմերը եւ այդ համարձակ գույների միջոցով դրանք ավելի ընդգծել։ Կարծում եմ, որ դա ոճաբանների մոտ բնականաբար կստացվի, նամանավանդ այս շրջանում, երբ Մարոյի մոտ իսկապես փոփոխությունների շրջան է եւ ես շատ ուրախ եմ, որ նա այդ համարձակ քայլին դիմել է։ Առհասարակ ես նրան համարձակ շատ քիչ եմ տեսնում, սակայն գիտեմ, որ նա համարձակության պատրաստ է։ Հետևաբար շատ ուրախ եմ, որ դիմել է այս հաղորդմանը եւ ճիշտ մասնագետների օգնությամբ կկարողանա հաղթահարել կյանքի այս փուլը եւ ձեռք բերել նոր կերպար, ինչը այս պահին խիստ անհրաժեշտ է թե իրեն, թե մեզ։ Կյանքի տարբեր փուլերում մեզ բոլորիս կարող է բաժին հասնել փորձություններ։ Կամքի ուժը, լավատեսությունը եւ մտերիմների աջակցությունը օգնում են մեզ հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն։ Մարոն լիովին պատրաստ է փոփոխությունների եւ այսօր նրա կերպարանափոխությունը կիրականացնեն ոճաբան Նարեկ Ջանգիրյանը, դիմահարդար Արփինե Գալստյանը եւ ոճաբան վարսահարդար Հարութ Բերբերյանը։ Ես ուզում եմ փոխանցել ձեզ Մարոյի լուսանկարները։ Նայենք լուսանկարները եւ քննարկենք նրա ոճը տվյալ պահին։ Տվյալ պահին այս նկարներին ուսումնասիրելուց կարամ ասեմ, որ ինձ թվում է իր կյանքում քիչ գույներ են պակաս եւ պետք է մտցնեն նոր գույներով լի ինչ-որ մի սկեստապահարան, որով եւ կփորձենք իր կյանքի դժվարությունները հաղթահարի, հենց սկսենք հագուստով հաղթահարել, հետո արդեն ինքնուրույն կստացվի ամեն ինչ, կարծում եմ։ Իսկ որ գույները դրանք կլինեն։ Դե պետք է նայենք, որ տենդենսներին համապատասխան լինի, այսինքն մոտավորապես երևի խակի երանգների մեջ, ուղղակի sense որ նա ինքը իր աչքերի գույնը ընդգծել է, հենց ինքը խակի է ու աչքերի գույնը առաջին պլան բերելու համար պետք է իրեն նույն տիպի գույն հագցնել։ Հարութ, այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ Մարոյի մազերը շատ նոսր են եւ ունի մազաթափության խնդիր։ Արդյոք սա շատ է խանգարելու։ Շատ դարբերակներ չունենք իրեն փոփոխելու համար, քանի իր մազը այդքան չօգնում մեզ, բայց մենք պիտի փորձենք նենց անենք, իր ստեղծենք խդություն իր մազի մեջ, գույնի վերապերմում պետք է արմատները ավելի մուգ լինեն, որ իրեն այդ խդությունը դա եւ փորձենք իրեն ստեղծել 3D highlight, որ դենց մուգ եւ բացի ստվեր իրեն կարողանանք ստեղծել այդ երանգներով, որ կարողանանք այդ թադարկ տեղերը ծածկենք։ Իսկ որքանով է այս պահին համապատասխանում նրա կերպարին այս երանգը, կարմրոտ երանգը։
Ես համաձայն չեմ իր կարմրոտ երանքի հետ եւ ավելի համաձայն եմ, որ ինքը գնա ավելի չոկոլատի երանքներում, շագանակագույն երանքները ավելի շատ նրան, հա, իրա շատ ավելի կսազի եւ համապատասխան կլինի իր դեմքին։ Կարծում ամենաբարդ հատվածը մասնագետի հետ աշխատանքի հենց քոնն է լինելու Հարութ։ Հա, սա ինձ համար ճիշտ ասած մարտահրավեր է։ Արդեն բարձեցինք, հասկացանք, վարսերի հետ կապված բոլոր հարցերը լուծեցինք, հիմա անցնում ենք դիմահարդարման Արփինե։ Պատկերացնում ենք, որ արդեն վարսերը մուգ շագանակագույն են, այդ նոսրությունը չի երևում, Նարեկը ավելացրել է շատ թրենդային գույներ նրա զգեստապահարանում, դե հիմա դիմահարդարումը։ Դիմահարդարումը չեմ պատկերացնում այդպես լուրջ փոփոխություններով, կուզենայի ուղղակի գծել իր նուրբ փափուկ դիմագծերը։ Սիրուն աչքերի գույն ունի, կուզենայի դա եւս նուրբ ընդգծել։ Եվ հենց բնավորությունն էլ է այդպեսին։ Նուրբ եւ քնքուշ։ Հենց այդպեսին էլ կլինի դիմահարդարումը։ Նարեկ, բայց ոճային առումով նաև ուզում եմ պատկերացնել, արդյոք լինելու է տաբատով կերպարը, թե կիսաշրջազգեստ, բարձրակրունկ, չես բացում այդ փակագծերը եւ Ես շատ կուզեմ բարձրակրունկ, բայց պետք է մի հատ իր հետ խոսամ, հասկանամ ինքը ինչ օրվա մեջ ինչ անում, ինչքան է շարժվում, ոնց է իր հարմարությունը, որ տեսնեմ կարա արդյոք դա անի թե չէ։ Այս պահին պիտի օգնեմ քեզ ասել, որ չի աշխատում եւ զբաղվում է երեխաների խնամքով։ Երեխաների խնամքով եթե զբաղվում է արդեն Դե կարելի է հարմարավետ կրունկ ընտրել։ Կփորձենք հնարավորինս սահմանեմ, ուղղակի ես համաձայն եմ, որ այս կարմիրի երանգը իրան ինձ թվում է ավելի տարիք է տալի եւ ես կմտցնեմ կարմիրի երանգը հագուստի տեսքով, ոչ թե ոնց որ կերպարի մեջ ընդհանուր։ Այսինքն դետալներով կաշխատենք, որովհետեւ ոնց ասում ինքը այդ գույնը շատ է սիրում, բայց այս դեպքում լավ կլինի փոխենք։ Բոլորը համաձայն եք միմյանց հետ։ Այստեղ ոչ մի խնդիր չենք տեսնում, ոչ դիմահարդարման, ոչ վարսերի հետ կապված եւ ոչ կերպարի եւ ոճի։ Այո։ Բայց արդեն իսկ պատկերացրեցինք Մարոյի կերպարը։ Սա կարևոր է, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Մասնագետների հետի քննարկումը բավականին հետաքրքիր տրվեց, փորձեցին գալ ընդհանուր հայտարարի, տեսնենք ինչ կստացվի վերջում, բայց ինձ թվում է շատ կտրուկ փոփոխություն ենք ունենալու այս անգամ։ Ուրեմն գնահատել ենք թիմի հետ, Մարոյի դեպքը մի քիչ տենց բարդ է, իր մազերը տենց մեզ այդքան չի օգնում, փորձելու ենք մի բան անենք իր համար, համապատասխան լինի մազին եւ իր ոճին։ Քանի որ աղեղները Մարոյի դիմահարդարման անբաժանելի մասն են առօրյայում, ես առաջարկեցի, որպեսզի պահպանենք դրանք, քանի որ դրանք նաև շատ համապատասխան են իր դիմագծերին։ Մարոն միշտ ներկայացել է զուսպ կերպարով, միայն վերջերս են նրա զգեստապահարանում ավելացել վառ գույները։ Նա ուզում է այդ զուսպ կերպարը փոխարինել ավելի ոճային եւ թրենդային կերպարով եւ այսօր ոճաբան եւ դիզայներ Նարեկ Ջանգիրյանի հետ կփորձենք վերլուծել Մարոյի զգեստապահարանը եւ տալ ուղղություններ եւ գտնել նրան համապատասխան ոճը։ Նարեկ, արի վերլուծենք զգեստապահարանը Մարոյի, ողջույն։ Մարոյի զգեստապահարանը վերլուծելուց հասկացա, որ իրեն պակասում է նեյտրալ գույները, որոնք հիմնականում լրացնում են այսպիսի գունավոր լուքեր կազմելու ժամանակ։ Հիմնական խնդիրը հենց բազային զգեստապահարան ունենալն է, որը բացակայում է։ Զգեստապահարանում պակասում են շապիկները եւ վերնաշապիկները եւ հիմնականում օրինակ դասական տաբատներ էլ չկան, գունային տեսանկյունից էլի շատ գունավոր է, բայց այդ գույները միասին կարծես համադրելի չեն։ Արի շարունակենք վերլուծել զգեստապահարանը եւ հասկանանք, թե ինչ ձևացքներ եւ պրինտեր պետք է ընտրի Մարոն իրեն համապատասխան։ Պրինտերի տեսանկյունից իրականում ոչ շատ մեծ, ոչ էլ շատ
Նարեկ Դու ասում ես շատ մեծ, ես գտել եմ շատ մեծ։ Շատ մեծ նկատի ունեմ չափերով, այսինքն իրանք ավելի միջին չափերի պետք է լինեն, որտեղ փոքրի դեպքում ոնց որ մարդուն ինքը ավելի մեծ է ցույց տալիս, մեծի ժամանակ հակառակ մարդուն մեջը կորցնում է։ Դրա համար պետք է որպեսզի էլ ավելի հստակ հասկանալի լինի Մարոյին եւ ինձ, արի հասկանանք, թե որը կբացառեիր։ Որ հագուստը, որ պրինտը, այո։ Դե օրինակ կբացառեի այս սպիտակ գործվածքը, օրինակ սա կբացառեի, քանի որ կարծում եմ ինքը ավելի իր կերպարը ավելի ծավալ է տալիս, քան սլացիկ դարձնում, իսկ մեզ նպատակն է իրեն ավելի սլացիկ եւ Մարոն ունի այդ հասակը, որ պետք է անպայման ընդգծել, ես կարծում եմ։ Օրինակ էլի խոշոր գործվածք, այս դեպքում գործվածքը նաև նույնիսկ մանր է, որը էլի բացառում է մեր մոտ, որտեղ ինքը ֆոնին ավելի ոնց որ ձեզ մեծացնում է, դրա համար պետք է այդպիսի բաներ հիմնականում չօգտագործեն։ Էլ ինչը։ Դե գույները շատ խառն են, ոչ մի բանի հետ ներկապային չի խոսում։ Լավ, մեզ գնումները պարտադիր են, գնումների փուլը շատ հետաքրքիր է անցնելու Նարեկի հետ կարծում եմ։ Լավ, ոճը ինչպիսին ես պատկերացնում Մարոյ։ Ես իրականում կփորձեմ։ Այսա շատ ուշադիր, խնդրում եմ։ Ես իրականում կփորձեմ պահել իր զգեստապարանի գույների երանգները, այսինքն մոտավորապես նույն այդ սպիտակը, նույն օխրայի երանգները, որը ինքը ոնց հասկանում շատ սիրում է, որ իր համար էլ շատ միանգամից փոփոխությունը շատ կտրուկ չլինի այդ տեսակ։ Քանի որ Մարոյի համար սրանք վառ գույներն են, այո, կտրուկ փոփոխությունների արի չգնանք Նարեկ, հա։ Միաժամանակ փորձենք իրեն նենց բաներ գտնենք, որոնք ավելի տրենդային կսարքեն եւ իրեն նորաոճ կսարքեն ու չեն խանգարի իր առօրյային։ Մենք խոսացել ենք այդ տեսանկյունից եւ գիտեմ, որ իր առօրյան հիմնականում բաղկացած է, քանի որ նա երեխաներ ունի, երեխաներից ու իրեն բավականին հարմար պետք է այդ ամեն ինչը լինի։ Բայց հարմար կարող է լինել նաև կիսաշրջազգեստը կամ զգեստը, նույնիսկ ինչ-որ չափով մի փոքր բարձր կրունկը, այո։ Ես էլ եմ նկատում, որ ինձ թվում է, որ պետք է կոշիկներ կրունկի վրա, որը կընդգծի իր հասակը եւ իրեն սլացիկություն կավելացնի։ Մարո, համաձայն ես Նարեկի բոլոր խորհուրդների հետ, մտքերի հետ։ Կա ինչ-որ բան, որ կուզեիր այս պահին ավելացնել մինչև գնումների փուլին անցնելը։ Գնումների ժամանակ ցանկալի կլիներ ներառվեր կիսաշրջազգեստ, եթե դա հնարավոր է։ Եվ իմ սիրելի կիսաշրջազգեստ, այստեղ միանակ մենակ տապատներն են։ Այո, Մարոն իսկապես կարծում եմ կարոտել է թե այդ գույների լրացումը, թե կիսաշրջազգեստի եւ բարձրակրունկների կարիք է զգում։ Բայց հարմարավետ։ Այո։ Ճիշտ է։ Կարծում եմ մենք կարող ենք գնալ արդեն գնումների։ Շարժվենք։ Ոճաբան Նարեկը խորհուրդ տվեց ավելի բազային իրեր ձեռք բերել, որի վրա կարող եմ հավաքել իմ զգեստապահարանը, իսկ գունային առումով ավելի նեյտրալ գույներ ընտրել։ Հետագա գնումներիս ընթացքում անպայման կօգտագործեմ այս խորհուրդները։ Զգեստապահարանի վերլուծությունից հետո հասկացա, որ իրան պակասում է դասական իրեր, որոնցով ինքը կարողանա ավելի հեշտացնի իր ընտրությունը առօրյա իր կերպարներ ստեղծելուց։ Հիմնականում գունային պալիտրան բավականին նեյտրալ է, որը ինքը արդեն իսկ ասում է, որ իր համար կտրուկ փոփոխություն է ու իր համար դա բավականին վառ է, դրա համար շատ չենք շեղվի այդ գունային պալիտրայից։ Եկավ հաղորդման իմ կարծիքով ամենասպասված պահը դա գնումների պահն է։ Մարո, ուրախ եք, որ եկել է այս պահը, թե մի փոքր լարվում եք։ Լարվում եմ իհարկե, բայց վստահում եմ մեր ոճաբանին։ Քանի որ ոճաբանը Նարեկը մեզ հետ է լինելու, համոզված եմ, որ անցնելու է ամեն ինչ հարթ եւ ավելի հետաքրքիր։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր կանցնի։ Կան ուղղություններ, որ պետք է տալ Մարոյին եւ անցնել աշխատանքի, օրինակ, գնալ արդեն գնումների։ Մարոյին ասել, որ լինի ավելի համարձակ ընտրության մեջ, քանի որ ես կողքին եմ, կօգնեմ, եթե ինչ-որ հարց խնդիր լինի։ Պատրաստ ենք։ Այո, իհարկե։ Կարող ենք սկսել։ Սկսենք։ Գնացինք։ Նարեկ, մեր հույսը դնում ենք քեզ վրա, որովհետև մենք նույնիսկ չգիտենք, ճիշտ չեմ Մարո։ Ինչ գույներ կարելի է համադրել։
Հիմնական փորձում ունենք տարբերակներ ընտրել, որ Մարոյին ավելի հարմար լինի առօրյայի մեջ։ Այսինքն դա ջինսե տաբատն է։ Ջինսե տաբատ, հիմա ներկայիս սեզոնի համար ավելի տաք ինչ-որ հուդիոտ տարբերակներ։ Ժակետ կարդիգանի ավելի բաց գույններ է ստեղ ներկայացված, սա էլ կարող ենք վերցնել պարզապես փորձելու համար։ Անի վերցնենք փորձել, իրական իր տեսակի մարմնի համար շատ լավ կլինի այս տարբերակը, ուղղակի փորձենք դրա հետ ավելի կոնտրաստային աքսեսուարներ գտնել։ Այս տեղին տարբերակը մտածեցի, որ կարանք փորձենք։ Լավ էլ կտար այդ գույնը։ Մարո համաձայն ես բոլոր գույների հետ։ Գույների հետ խնդիր չունեմ։ Պետք է ինձ բաց տնես գույներին, որ կյանքը գույներով լցնենք։ Ու մեկ է մտածում էի սա, բայց մեզ պետք է սրա համար ու հասարակ վերնաշապիկ, որովհետև պիսի գույների մեջ պետք է նեյտրալություն գտնենք։ Ահա, ընտիր։ Վերջ կարանք գնանք փորձելու։ Աքսեսուարների պահնել, կոշիկների եւ պայուսակների եւ գնանք։ Խնդրեմ կարող եք ընտրել որևիցե տարբերակ։ Նարեկին հուշում կլինի։ Լավ։ Օրինակ, սա կամ սա։ Okay, եկեք սա վերցնենք եւ կհամադրենք ինչ-որ այդ տիպի պայուսակի հետ, որը էլի ունի արծաթագույն դետալներ իր մեջ։ Բայց ինձ դուր եկավ Մարոյի ընտրությունը, պիտի ասեմ։ Օրինակ սա։ Շատ տրենդային, շատ գեղեցիկ։ Ահա։ Կարծում պատրաստ ենք կարող ենք գնալ փորձելու։ Okay։ Գնանք։ Գնանք։ Ցուրտ եղանակի համար նախատեսված տաքուկ շարֆը կարող է ձեր կերպարն ավելի ոճային եւ հետաքրքիր դարձնել։ Ես առանձնացրել եմ հետաքրքիր մի քանի տարբերակներ։ Գնումների փուլը իզարմանես ինձ շատ թեթև անցավ, քանի որ ինքս շատ ուշ կողմնորոշվող անձնավորություն եմ հագուստի հարցում։ Ոճաբան Նարեկը բավականին օգտակար խորհուրդներ տվեց, որի արդյունքում կարողացանք ընտրել գունավոր եւ իմ ոճին համապատասխան հագուստ։ Գնումների ընթացքը բավականին հետաքրքիր տրվեց, քանի որ ես իրականում ավելի գունավոր բան էի պատկերացնում, բայց Մարոյի զգեստապարանը չի թողում մեզ շատ նոր գույներ մեջ հավելացնել, այդ իսկ պատճառով փորձել եմ ավելացնել ավելի դասական իրեր, բայց այն գունային ընտրությամբ, որը հիմնականում ինքն է կատարում, որ հետագա իր լուծումները զգեստապարանի ավելի հեշտ իրեն տրվի։ Մարոյի մաշկի որակը բավականին լավն է, մենք իր դեմքը կընդգծենք թարմ երանգների մեջ, մի քիչ ունենք ծանրացած կոպ, որը կքողարկենք թեթև ստվերների օգնությամբ։ Քանի որ առօրյայում Մարոն սովոր է ունենալ աղեղներ աչքերին, մենք դրանք կպահպանենք։ Հայացքը բացելու համար կօգտագործենք թարթիչներ աչքերի եզրերին։ Շուրթերը կընդգծենք գլոս էֆեկտով եւ ընդհանուր դիմահարդարումը կլինի թարմ եւ խնամված։ Քանի որ առօրյայում ինքս էլ օգտագործում եմ աչքերիս հատվածում աղեղներ, դիմահարդարը խորհուրդ տվեց պահպանել այդ աղեղը դիմահարդարման ընթացքում եւ ավելի ընդգծել աչքերս։ Ու քանի որ աչքերը ավելի պետք է ընդգծվեին, շուրթերը ավելի չեզոք գույներով կլինեն։ Դիմահարդարման հետ կապված մտավախություններ չունեմ, քանի որ գիտեմ, որ այն համապատասխանելու է իմ դեմքին եւ դիմագծերին։ Ուրեմն Մարոյի մազեր անելու ենք գույն եւ կտրվածք, գույնը անելու ենք իր արմատները
ավելի մուկ ոճի վրա, դենց շագանակագույնի մոտ, որ այդ նոսրությունը մի քիչ մեզի խդություն դա, իսկ կտրվածքի հետ կապված անելու ենք մի քիչ երկար քարեի ոճի վրա եւ այդ դիմացից շերտեր ենք անելու, որ իրեն այդ նոսրությունը խդացնենք եւ իր ոճը համապատասխան լինի։ Մտավախություններս ավելի շատ կապված էին վարսերիս հետ, քանի որ ունեմ նոսր վարսեր ու շատ կարևոր է ինձ համար գրագետ խնամքը վարսերի։ Վարսահարդարի հետ զրույցից հետո հասկացա, որ ապահով ձեռքերում եմ եւ ամեն ինչ շատ գրագետ եւ գեղեցիկ կարվի։ Նարեկ, կարծում եմ Մարոյի կերպարանափոխությունը քո եւ թիմի համար առանձնահատուկ ճանապարհ էր եւ ուզում եմ սա ամփոփես։ Մարոյի համար ընդհանուր իր կերպարանափոխությունը շատ հեշտ էր, ինքը պատրաստ էր դրան, ինքը ուզում էր։ Ճիշտ է, այտենց ծայրահեղ փոփոխության չեն ենթարկել, այլ ավելի փորձել ենք ընդգծել նրա հիմնական այդ ցանկությունները եւ կարիքները, որոնք եղել են սկզբանե դրված եւ փորձել եմ նենց կերպար հավաքեմ, որ իր համար նոր կլինի, որտեվ ինքը օրինակ ասում է, որ այդ այն ամենը ինչ ինքը հիմա կրում է, իր համար անսովոր է։ Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Բայց նրա ցանկություններից մեկը նաեւ անճանաչելիորեն փոխվելն էր։ Ինչ ես կարծում, երբ դուրս գա այստեղ եւ հայլու մեջ նայի, ինչ է տեսնելու, անճանաչելիորեն փոխված կերպար, թե Ինձ թվում է անճանաչելիորեն փոխված կերպար, բայց միաժամանակ իր հետ համահունչ, սա շատ կարևոր է, այո, կերպարի հետ համահունչ, որը տեսել եմ ես իր մեջ։ Տեսնենք։ Ուզում ես կերպարը հիմա ներկայացնես, թե այստեղ հրավիրենք Մարոյին, հետո նոր ոճը եւ կերպարը առանձին կպատմես։ Ինձ թվում է կանչենք նոր, հա։ Մարո, մենք քեզ սպասում ենք։ Շքեղ տեսք ունեք։ Շատ գեղեցիկ։ Իրոք ձեռք եմ բերել այն ներդաշնակությունը, որ ցանկանում էի։ Իսկապես եմ ասում, շատ գեղեցիկ տեսք ունեք, Մարո։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել թե Նարեկին եւ թե քո թիմին։ Մարո, իմ ամենակարևոր հարցը, դուք շատ էիք ուզում փոխվել անճանաչելիորեն եւ արդյոք ստացվել է թիմի մոտ։ Ուզում եմ մի փոքր ամփոփենք, պատմենք այն ճանապարհը, որ անցաք Նարեկի եւ մյուս մասնագետների հետ միասին։ Անճանաչելիորեն ոչ այնքան, բայց ստացվեց ինձ հաշտեցնել ինքս ինձ հետ։ Եվ կարծում եմ սա ավելի կարևոր է, քան անճանաչելիորեն փոխվելը։ Այո, իսկ վարսերի գույնի մասին ինչ կասես։ Շատ գեղեցիկ է ստացվել, իրոք ցանկանում էի փոխել ու ստացվել է։ Եվ ցանկանում էիր եւ մտավախություններ ունեիր, բայց այնուամենայնիվ մասնագետները իսկապես մեծ աշխատանք են տարել, կարծում եմ այս հարցով։ Նարեկ, ուզում եմ ամփոփես, պատմես, ինչպես ընտրվեց այս ոճը, այս կերպարը։ Հաշվի առնելով Մարոյի առօրյան եւ հաշվի առնելով այն կերպարները, որ ինքը ուներ ու բերել էր մեր մոտ ցուցադրման համար, որ քննարկեցինք, ես փորձել եմ նենց բաներ ընտրել, որը իր զգեստապարանի համար լրիվ նոր լինի, օրինակ նույնս վերարկուն, որը ընդգծում է իր կառուցվածքը, իր հասակը, միաժամանակ գույնը իր ավելի ընդգծում է իր դեմքը եւ այդ իսկ պատճառով ոնց որ բացվում է ընդհանուր իր մաշկի երանգը ու վերցրել եմ նենց գույներ, որոնք հիմա շատ նորաձև են ու ակտուալ են, դուք եք այդ գույների մեջ։ Գունային, այո, երանգները նման են, այո։ Փորձել ենք մազերի գույնը մուգ ավելի անել, քան իր տարբերակներ եւ բերել ավելի բնական գույնի, որը ավելի համահունչ է սարքում էլի իր տեսքը։ Երևի ամենակարևոր բաները սրանք են, որ ասի եւ իհարկե Մարոյի անվան զարդը։ Շատ գեղեցիկ է ստացվել։ Մարո, իսկ հեշտ համաձայնվեցիր գնումների վերջում, երբ արդեն ընտրված էր հագուստը։
Այո, կարծում եմ Նարեկն էլ կփաստի, որ հեշտ եմ համաձայնվել։ Չնայած որ Մարոն ասում է, որ իր համար մի քիչ անսովոր է ու իմանալով ասում է ինձ լավ որ իմանայիք, sense չէի անին, բայց ինձ թվում է լավ է, որ ես դες քիչ գիտեմ, որ կարամ տեսնեմ լրիվ ուրիշ աչքով։ Եթե ավելի քիչ ճանաչեիր, երևի թե կընտրեիր բարձրակրում կոշիկներ եւ դա կլիներ ավելի անսովոր Մարոյի համար։ Այո։ Բայց իմանալով, որ ունի 2 երեխա ու պետք է հարմարացնել, փորձեցինք տափակ տարբերակները։ Չէ, իրականում պիտի խոստովանեմ, որ ստացված է կերպարանափոխությունը Մարո, ում արձագանքին եք ամենից շատը սպասում այս պահին։ Ով է դռներից այն կողմ ձեզ դիմավորելու։ Դռնից այն կողմից սպասում եք հավոր կինս, իր արձագանքն է շատ հետաքրքիր ինձ, եւ երկրորդը իհարկե ամուսնուս արձագանքը։ Ընտանիքի անդամները սպասելու են ձեզ տանը այսօր։ Այո։ Նոր կերպարով եւ նոր ոճով։ Եվ տոնական ընթրիքով։ Եվ տոնական ընթրիքով։ Ամենահաճելի երեկոն է ձեզ սպասվում Մարո, թույլ տվեք ձեզ մաղթել ամենակարևորը՝ առողջություն եւ թող նոր ոճը նոր էջ բացի ձեր կյանքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալ եմ, որ վստահեցիք ձեր կերպարանափոխությունը ինձ եւ իմ թիմին, հուսամ ձեր նոր կերպարը ձեզ նորանոր ճանապարհներ կբացի։ Շնորհակալ եմ, ես էլ մեծ հույսեր ունեմ։ Վաու։ Հրաշալի, շլացնող հապատեսնենք։ Շատ գեղեցիկ եւ օրիգինալ է, աշնանային գույներով, արևածաղիկների պես փայլես այսպես։ Ոնց է մազերից գույնը։ Մազերը շատ լավ է, մի տեսակ կոշիկ, պայուսակ մազ համադրությունը հրաշալի է ստացվել ու կարևորը փարթամություն է հաղորդվել մազերիդ։ Միանգամից փոփոխությունը ակնհայտ է։ Կարծում եմ բոլորը կզարմանան ու կհիանան քեզնով։ Վերջնական արդյունքը իրապես հրաշալի էր, տպավորված եմ ես անձամբ եւ շատ ուրախ եմ, որ առաջին անձը հենց ես էի, որ տեսա նրան այս կերպարում եւ հիմա մենք միասին դուրս կգանք, մեր մյուս հարազատներին կտեսնենք, վստահ եմ բոլորը զարմացած են մնալու։ Շատ ուրախ եմ նաև, որ փոփոխությունը ակնհայտ էր հատկապես վարսերի հետ կապված, որովհետև մշտապես ես Մարոյին տեսել եմ ավելի նոսր սանրվածքով, նոսր մազերով, իսկ հիմա փոփոխությունն ակնհայտ էր։ Ես ուրախ եմ, որ դրանք այժմ ավելի վառ գույն ունեն, ավելի փարթամ տեսք ունեն, ինչը նրա կերպարը ավելի վառ է դարձնում։ Գույների համադրությունը եւս շատ ստացված էր, քանզի այս եղանակային պայմաններին շատ համահունչ էր ամեն ինչ, աշնանային, գեղեցիկ, կարծում եմ նա իրեն բավականին հարմարավետ կզգա այս գույների մեջ, մի տեսակ ամեն ինչ պայուսակից մինչև կոշիկ վարսերից մինչև աքսեսուարները հարմարեցված էին միմյանց հետ, վստահ եմ, որ կերպարը իդեալական է ստացվել եւ նա կկարողանա այսպես առավել ներկայանալի լինել հասարակության մեջ։ Քանի որ մենք արդեն ճիշտ հիմքը դրել ենք բազային զգեստապարանի, հուսամ Մարոն այսօրվանից հետո ճիշտ ընտրություններ կկատարի թե գունային, թե ձևացքի հետ կապված, որ իրեն ավելի սլացիկ եւ ճիշտ կներկայացնի։ Երբ սկսում էինք մասնագետների հետ քննարկումը, դժվար էի պատկերացնում, թե վերջնարդյունքը ինչպիսին է լինելու, քանի որ ինքս իրատես մարդ եմ, բայց վերջնական արդյունքը ավելին էր, քան ես պատկերացնում էի, քանի որ մասնագետները ուշադիր լսեցին իմ ցանկությունները եւ իրագործեցին։ Վարսահարդար Հարութը աշխատեց ոչ թե վաու էֆեկտի համար, այլ առողջ կերպարանափոխության համար եւ դրա համար շնորհակալ եմ նրան։ Շնորհակալ եմ նաեւ այլ ոճով հաղորդման անձնակազմին իր հոգատար վերաբերմունքի համար եւ կարծում եմ նաեւ դա նպաստեց, որպեսզի կերպարանափոխությունը լինի ստացված։